Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը բեմահարթակի վրա կանգներ ասեր. «Իմ հպարտ քաղաքացիներ, գալու եմ, ձեր մեջքի ետևում շատ կարևոր փաստաթուղթ եմ ստորագրելու, Արցախը հայաթափելու եմ, հանձնեմ թշնամուն, դուք իրեն կընտրեիք»։ Եթե Նիկոլը 2018 թվականին բեմահարթակին կանգնած գոռար. «Իմ հպարտ քաղաքացիներ, ես գալու եմ, հրահրելու եմ պատերազմ Ադրբեջանի հետ, հանձնելու եմ հողերը ու ոչնչացնելու եմ սերունդներ, դուք նրան կընտրեիք»։ Ոչ։ Եթե Նիկոլ Փաշինյանը բեմահարթակին 2018 թվականին կանգներ ասել. «Արագաչափերը չեմ հանելու, կարմիր գծերը չեմ հանելու, գալու եմ հարկերը բարձրացնելու եմ, խեղդելու եմ մանր եւ միջին բիզնեսին», դուք նրան ընտրելու եք։ Ոչ, նա բոլորիս խաբել է։ Այսքանից հետո դուք դեռ շարունակում եք նրան հավատալ, որ ասում է, եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ 2020 թվականի պատերազմից հետո ինքը բարձրաձայն ասաց. «Այո, մենք կունենայինք նույն ելքը առանց զոհերի, բա այ սամազվանեց, բա ինչի այդ դեպքում տարար այդքան երեխու գլուխը կերար, մնացիր այդքան երեխու մեղքի տակ, եթե պիտի հանձնեիր ի վերջո դիվանագիտական ճանապարհով հանձնեիր առանց պատերազմի, ինչի խաբեցի ժողովրդին, իմիտացիա էր ստեղծում, ներկայացումդ որպեսզի լիարժեք լիներ, հատուկ բեմադրելու է նորից նույնատիպ պատերազմ, վախի մթնոլորտ է ստեղծելու, որ պատերազմի արդյունքում է ինքը տալու, ինքը Հայաստանն էլ է ուզում տա, Սյունիքն էլ է տալու, Վարդենիսն էլ է տալու, Քյարքին էլ է տալու, իրանք ինչ որ ասել են անելու են։ Այսքանից հետո ո՞նց եք դուք իրան հավատում։ Ինքը սուտ է խոսում։ Հայաստանը պետքա ոչնչանա ըստ Նիկոլի, որովհետև իրենց խմբակի ողջ մնալու միակ երաշխիքը այն է, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունենա, որովհետև եթե չկա Հայաստան, չի լինելու դատաստան։ Ով է պահանջելու նրանից պատասխան տա իր գործած մեղքերի համար։ Իրան մի հավատացեք։ Այն մարդիկ, ովքեր 2020 թվականից հետո սկսեցին արծարծել իրանց բերանից հանել այդ աշխարհի ամենադավաճանական միտքը, որ 30 տարի առաջ Արցախը ծախված էր, ամոթ ձեզ, ձեր երեսին, ձեր նմանների երեսին պետքա թքեն ու ձեր համար քրեական օրենսգրքով պետքա ձեզ մեղադրանքով տանեն, բանտ նստացնեն, որովհետև դա մեղք է։ 20 թվից հանում ես 30 տարի, անում է 1990 թվականը։ 90 թվին Վազգեն Սարգսյանը 32 տարեկան տղա էր, Քոչարյանը 37 տարեկան, Սեյրան Օհանյանը 29 տարեկան, գեներալ Մանվերը 35 տարեկան, Մոնթեն 34 տարեկան ջահել տղերք էին։ Մեր ազգի համար թողեցին տուն, տեղ, կին, երեխա, ջահելություն, հողերը ազատագրեցին, որ ծախեն։ Դուք հասկանում եք ինչ եք խոսում, ինչի եք այդքան տկարամիտ, ես չեմ հասկանում։ Ամոթ հիմա լինել անգրագետ, մի կրկնեք իրանց բառերը, մեր հողերը ծախված չեն եղել։ Մի պահ պատկերացրեք, Վազգենը ողջ առողջ կանգնած է, ոնց կվերաբերվեր ինքը Նիկոլին, ինչ կաներ ինքը Նիկոլին, ինչ կաներ, ավելի բեթար քան Թուրքին է արել։ Այդ նախադասությունը կրկնողներին պետքա քրեական օրենսգրքով դատել։ Պետական այրեր, ովքեր փոխարինելու են այս կառավարությանը, խնդրում եմ ձեզ, բարեկարգումները սկսեք ոչ թե քաղաքի ու երկրի տեսքից, սկսեք մեր գեներից։ Մեր գեներում արժե համակարգը պետքա փոխվի, հերոսներին զրոյացնում են, նրանց արած գործերը փոշիացնում են։ Դուք ինչու եք միայն պաշտում եւ սիրում մահացած հերոսներին։ Վազգեն Սարգսյանը ու Մոնթե Մելքոնյանը եթե ողջ լինեին, նույն ձև դուք ատելու էիք իրանց։ Ինչի եք առանձնացնում Ռոբերտ Քոչարյանին Վազգեն Սարգսյանից, վատ հերոս տղա է եղել, քիչ է կռվել, Արցախի Հանրապետության նախագահն է եղել, Արցախյան շարժման հիմնադիրներից է եղել, ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի մեղքը, որ ինքը ողջ է մնացել, չեն սպանել, ռազմաճակատում ինքը չի զոհվել, դա իր մեղքը։ Այս ինչ մարդ ատյացություն է, սա ինչ ատելություն է ողջ մնացած հերոսների հանդեպ, ու ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, մենք լիքը հերոսներ ունենք, որոնք ողջ առողջ կանգնած են ու նորից կարան պայքարելով մեր հողերը ազատագրեն, հետ բերեն։ Ընդդիմության այս գզվռտոցները խնդրում եմ, ամոթա, դաժե չեմ ուզում ես անդրադառնամ, լացս գալիս է, մենք թշնամի ենք ծիծաղացնում, դուք պայքարում եք Նիկոլի դեմ, թե պայքարում եք միմյանց դեմ, խնդրում եմ թարգեք, մի փորձեք իրար վրա ցեխ շպրտել, այդ ցեխը տեղ չի հասնելու, մնալու է ձեր ձեռքերին,
ամոթա մի արեք, բոլոր խմբերին եմ ասում։ Դուք ինչի եք ուզում մարդուն իջացնել։ Դա նշանակում է այդ մարդը բարձր դիրքում է, չէ՞։ Իջացնում ես, որ հավասարացնես քեզ։ Ձեր պայքարը պիտի լինի Նիկոլի դեմ։ Նիք ենք տուժում, հասարակ ժողովուրդն է տուժում։ Ձեր ամբիցիաների պատճառով։ Մեկը պաշտոնի կռիվ է տալի, մեկը ինքնահաստատվում է։ Եթե ինչ-որ մի խմբի մի անդամ սխալ բանը արտահայտություն է արել, գնացեք դեմ արդեմ ճշտեք այդ մարդուց։ Միգուցե իր խմբի ղեկավարը նույնիսկ տեղյակ չի դրանից։ Ինչ եք դրել Facebook-ում բազարանում։ Գնացեք դեմ արդեմ տղավարի կանգնեք խոսացեք։ Իսկ ինչ Facebook-ը հայություն է տիրում։ Մենք հայ ենք, մենք Facebook-ը հայ չենք։